Նախնականով հոսանքի լարերից է, չէ եղե։ Տատանումներից է եղե հոսանքի, հա։ Անընդհատ կտրտվե, հոսանքը գնացե եկե։ Որ մասից է հրդե տարածվե ժողովուրդ։ Ժամը քանիսին եք նկատի կրակը մոտավորապես 4:20 2:20 կողմերով ընդհանուր քանիս էին ակա ժողովուրդ 4 Այս տունը կառուցվել է բարեգործների այտենց եմ իմացել թե ում կողմից է կառուցվել իրանց կողմից ինքն էլ 44 օրա պատերազմի զոհվածի տունը չէ Ընդեղ էլ չէ, սենակ Բայց երեն էլի ծուղ մուան վնասվել է 3 անչափահաս ընդհանուր տունը չէ 44 օրա պատերազմի ժամանակ զոհվել է հոկտեմբերին թե նոյեմբերին հոկտեմբերի 18-ին չէ ասեցին Դե զոհված էլի զոհվածի գնացել է Դե նկատի ունեմ մարդը գնացել է սահմանապահ կամավոր գնացե խաղաղություն ապահովե Անուն ազգանունը ոնց էր իրա Գևորգյան Անդրանիկ Գևորգյան Հունվարի 6-ն է գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշոր ասված համայնքի Խարբերդի սեփական տներից մեկում ավելի կոնկրետ Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս ինձ համար բոլոր նահատակված տղաները հերոսներ են լեգենդ դարձած հերոսներ են իր տանը որտեղ ժամեր առաջ ըստ նախնական տեղեկությունների էլեկտրական հոսանքի տատանումների պատճառով հրդեհ է բռնկվել մինչ կժամանեին հրշեջ փրկարարները կրակի տարածման դեմ վտանգելով իրենց կյանքը պայքարել են տան անդամները հարևանները կարելի ասել գյուղի մեծ մասը տուժածներ չկան չէ ժողովուրդ ջան մարդու չի բարեբախտաբար տուժածներ չկան սակայն ցավոք տունը տեսնում եք ամբողջությամբ դարձել է ոչ բնակելի ոչ թե պատերը փլվել է առաստաղը փլվել է այլ պարզապես ամբողջ գույքը այրվել է մեծ մասը վերածվել է մոխրի մի մասը կարողացել են տանտերերը բնակիչներով հարևաններով փրկարարներով դուրս բերել հիմա այս պահին խնդրանքով դիմում ենք բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին, թեպետ ինձ հետ առանձին զրույցում հերոսի ընտանիքի անդամներն ասում էին կարիք չկա, մենք մեր ուժերով նորից տունը կկառուցենք, գույքը ձեռք կբերենք, բայց դա անկեղծ
խնդրանք թե իմ կողմից, թե նաև հարևանների կողմից, որ իրոք հենց այս ընտանիքին պետք է օր առաջ օգնության ձեռք մեկնել։ Տեսնում եք ամբողջ գույքը ստեղ էլա, չէ՞, Ժողովրդի բաժանի ստեղ հոսանքի կրակը այստեղից է բռնկվել։ Այստեղից բռնկվել է ու տարածվել է։ Ինքը 3 անչափահաս երեխաներ, հերոսի ընտանիքը ունի 3 անչափահաս երեխաներ, խնդրանք, պարզապես խնդրանք բարեգութ մարդկանց, որ իրոք հենց նման ընտանիքներին պետք է օգնության ձեռք մեկնել, թեպետ ասում եմ, ընտանիքի անդամները ասում են, չենք ամոթ է, բայց չեմ կարծում, պիտի անպայման այս մարդկանց հոտն էլ, ծխի հոտը արդեն էսա հերոսի անկյունի նկարն է եղել, այնտեղ անկյունն էլ է, չէ՞ մոխրի վերածվել, հա, մոխրացած է արդեն անկյունն ամբողջությամբ։ Հիմա հարևաններով գույքի մի մասը կարողացել են դուրս բերել, ամբողջ տեսնում եք վստահ եմ, որ բարեգութ մարդիկ կգտնվեն եւ իրոք օգնության ձեռքը մեկնեն հերոսի ընտանիքին, հերոս, ով իր կյանքը նվիրաբերեց Աստծո կողմից տրված ամենաթանկ իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին, ինչու՞ չէ, նաև մեզ, որ այսօր մենք Հայաստան աշխարհում ապրում ենք, շնչում ենք։ Հարևանները մի մարդու նման եկել են, ով ինչով կարում է, օգնում է։ Այստեղ հերոսի անկյունն է եղել,